Մեղադրում եմ բոլոր նստած ԿՊ-ականներին, որտեղ Լիլիան Արմ ընկերությունը, որը որ խուսափեցիք քննարկել, ուղիղ ԿՊ-ական ընկերություն է։ Ինչի համար ձեր ցուցակով ավականու թեկնածու է։ Խորհուրդ կտամ, եկեք ձեզ վերցնեմ, տանեմ Երևանյան լիճ, տանեմ Նանսենի այգի, տանեմ 105 մակապարտեզ ու մոտակա իմ եթերները ուշադիր կնայեք, ինչ խայտարակություն է մի հայտ բերել։ Այդ կարճ, որ դուք դեմ եղաք, որպեսզի ձեր ընկերությունը, ձեր ավականու թեկնածու ընկերությունը խայտարակություն է անում։ 2.5 միլիոն դոլար էլ հազայեք ուզում տանել տար։ 300 միլիոն 105 մակապարտեզի վրա մսխե բառից ուղիղ իմաստով։ Վիդեոները կնայեք, այդ համակարգը կուրացյան դուք եք, պարոն Հովհաննիսյան։ Նոր հերոս իմ դուք եք լինելու այդ Լիլիան Արմի ու մանկապարտեզների խայտարակ վիճակի համար։ Հիմա շարունակեմ ես ձեր խայտարակ պլանավորման մասին։ Պարոն Փամբուխչյան, պլանավորելը խայտարակություն է, հասկանում եք, եթե դուք սխալ ես պլանավորում։ Հիմա Երևան ավտոբուսի օրինակը ձեզ բերեմ ու Թերսելի բյուջեն հաստատելու ժամանակ շուրջ 20 միլիարդ դրամ պլանավորել եք, որ պիտի հավաքագրեք։ Զուգահեռը տանում եմ նաև այս աղբանության սխալ պլանավորելու հետ։ Ուրբաթ օրը մեր գործընկերներից մեկի Վահան Ավագյանի հետ եղել ենք տեղեկատվական տեխնոլոգիաներ ՊՕԱԿ, աշխատանքային այցով։ Ինչ ուզում է լինի, իմ համար ընդհանրապես կապ չունի, դուք եք պարոն Գրիգորյան, եղել ենք պարոն Գրիգորյանի մոտ, ինչ փաստ ենք արձանագրել, ժողովուրդ ջան, խայտարակություն։ Անցյալ տարի այս ժամանակաշրջանում, երբ որ միայն Երևան ավտոբուսը 100 դրամներով ու ձեր մեղադրանքով, որ ավտոբուսի շոֆերները փող էին գողանում, օրեկան 28 միլիոն փող էին հավաքում, պարոն Փամբուխչյան։ Մի հատ խնդրում եմ, դուք գրիչով գրեք, իրար հետ նայեք, վերջում դուք ձեր կարծիքը ասեք։ Չեք ուզում գրեք, ձեր չի տալիս, ոչինչ։ Հիմա շարունակեմ։ Հիմի ժողովուրդ ջան, թանկացել են այս մարդիկ տրանսպորտը, 20% մասնավորը դուրս է եկել, պարոն Հովհաննիսյան, դուք մի քիչ տնտեսագիտության հետ կապ ունեք, դուք էլ հաշվեք։ 20%-ը դուրս է եկել, ավելացել է, ժողովուրդ ջան։ Պետք է գումարն ավելանար։ Օրեկան մետրոյով երթևեկում է 75-ից 80 հազար ֆիքսված տուրնիկետով անցնող մարդիկ։ Okay, 10,000-ն ասենք այն անվճար ժողովուրդ են երթևեկում։ 70 հազարը բազմապատկում ենք, պարոն Գալջան, հաշվեք 150 դրամով 10 միլիոն դրամից ավել է լինում։ Էլեկտրատրանսպորտն էլ բոնուս սուրեն Գրիգորյանին։ Օրեկան հավաքում եք 33 միլիոն, այն պարագայում 10 միլիոնը հանում եք մետրոն, էլեկտրատրանսպորտը ձեզ փեշքեշ 20%-ը մասնավորը դուրս եկեք դուք տեղն եք մտել։ Իսկ այն ժամանակ, երբ որ ավտոբուսի շոֆերները 100 դրամը վերցնում տանում ու ասում եք գողանում եք 28 միլիոն էր հավաքվում։ Հիմա հարց եմ տալիս, կամ ժողովուրդ ջան, մի նեղացեք, գրագիտության խնդրեմ ունեք դուք, որովհետև այդ փողը կորում է։ Այսինքն Թերսելը գալիս է, մեջ անում է, գնում է, կամ ուրիշ խնդիր։ Հա, իմիջալյոց Տիգրան Ավիյանը ավանդույթ է սարքել ելույթների ժամանակ հեռանալ։ Իրան մի հատ տեղեկանք եմ սարքել, սպասում եմ գա իր երեսին ելույթ ունեմ անելու, որ ելույթ ունենամ։ Ամեն անգամ եղավ մի քանի ամիս է երբեք չի հարմարվել, որ այս վիճակում լինենք։ Հիմա հարցը հետևյալն է, այդ որ դուք պլանավորել եք 21 միլիարդ հավաքել, ու արդեն ձեր մոտ սենց կոլապս է, այսքան փող է կորում։ Այդ մանկապարտեզները որ չսարքեն, փող չլինի, դրա պատասխանատու ով է լինելու։ Պարոն Հովհաննիսյան, սենց մի նայեք ինձ, հստակ ասեք, ով է լինելու։ Չէ, իմի հարց եմ տալիս, դուք պլանավորել եք 20 միլիարդ լինել, այսօրվա ելույթս զապիս արեք, մոտներդ պահեք, տարվա վերջ համոզեք, մինիմումը 6-ից 8 միլիարդ փող եք թերակատարելու, դրա պատասխանատվություն կրողն ով է լինելու, այդ Թերսելը ոչ ու բարևով բերեցիք կապեցիք մեր գլխին, ու այսքան չարիք է բերել, դրա տերն ով է լինելու, նորմալ երկիրն եք ոտից կկախեին այդ դրա պատասխանատուին։ Հիմա այդ նույն բանը աղբանությունն է, բերել եք դուք ինչ-որ մի բան, ու սկսում եք ասել, էսի սխալ են կարեցի, ճիշտ են կարեցի, սխալ են կարեցի, հետո, պարոն Փամբուխչյան, ես ձեզ խնդրում եմ բարեկամաբար, հետևեք, նայեք ով որ վատ է պլանավորում, խեղդեք դրանց, ուրեմն իրանց տեղում չեն, սխալ պլանավորում ավելի մեծ չարիք է, խնդիրը այնի չի, որ նա այս պլյուս մինուսն էսի լինի, ձեզ նորմալ, մի տարի, ամենապրիմիտիվ բանն ասեմ, երբ որ գալիս է ավականու նիստին, փողկապով է գալիս, հարգում է ինստիտուտը, բայց երբ որ նամակ ես գնում քաղաքապետարանին ու քաղաքապետարանը բարիս ուղիղ իմաստով իրան ձեռը առնում, որտեղ նամակներին չի պատասխանում, հասկանում ես, որ դրանից հետո նույնիսկ սպորտային հագուստով կարող ես գալ ստեղ, որովհետև այդ մարդիկ են ստիպում, որ հարգանքը մեռնի իրանց նկատմամբ։